Բարի երեկո բոլորիդ, շնորհակալ ենք ձեր ներկայության համար, որ եկել եք մեր փոքրիկ մեղեդիներ մանկական երգչախմբի համերգին, քաջալերելու մեր երեխաներին եւ վայելելու այս երեկոն բոլորիս հետ միասին։ Բայց նախքան համերգն սկսվելը, պիտի խնդրեմ Սրբոց Ղևոնդյանց Մայր տաճարի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Խաժակ Քահանա Շահբազյանին, որ հայրմերի օրհնությամբ եւ միասին երեխաների երգեցողությանը միանալով երգենք միասին հայրմերը։ Խնդրեմ ոտքի ելնենք։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Ով մեծ Աստված, որ տվել ես մեզ բարի հայր եւ սիրող մայր, տուր մեզ շնորհք, անենք աղոթք, լինենք անհոգ, ապրենք խելոք, պարգև դու հեզ ու սիրենք քեզ, ամեն։ Երբ մենք առավոտյան զարթնում ենք եւ պատուհանից դուրս ենք նայում, երբ անպամած է եղանակը, մեր տրամադրությունը կարծես թե այդ եղանակի նման լավ չի սկսվում։ Բայց երբ արևոտ է, ուրախ է եւ ուրախ առավոտ է, մեր օրը շատ ջերմ է, ուրախ է, ամբողջ օրը լավ տրամադրությամբ, հետեւաբար մեր համերգի բուն մասը սկսում ենք այդ ուրախ տրամադրությամբ, որ կոչվում է ուրախ առավոտ։ Thank you.
Հաջորդ մեր երգը կոչվում է խուտուտ մուտուտ։ Երևի թե այս ուրախ առավոտվան պիտի հաջորդ ծիծաղը երբեմն լինում է, որ խուտուտ է գալիս մի տեղդ և ոչ մի կերպ չես կարողանում ազատվել։ Հիմա տեսնենք, թե երեխաները ինչ են պատմում այդ մասին։ Երկը թզուկների մասին է։ Թե ինչ տեղի ունեցավ, երբ ճուտը հայտնվեց կճուճի մեջ։ Yes, it's a best for you.
Այսօրվան երկրի մեջ անշուշտ աշակերտները պետք է հստակ իմանան հնչյունների անունները։ Դո, ռե, մի։ Այս ստեղծագործությունը ձեզ ծանոթ է հին ամերիկյան ֆիլմերից մեկից։ Մենք որոշ փոփոխություններ ենք արել եւ միայն նոտաների անուններն ենք երգելու։ Ես փորձեցի Կալիֆոռնիայում գտնել այն սրահը, որ մեր մանկության ժամանակ կոչվում էր հայելիների սրահ։ Ձեզնից շատերը հավանաբար եղած կլինեն։ Ծուռ հայելիների սենյակ էր կոչվում։ Երբ քեզ ցույց էր տալիս հաստլիկ, բարալիկ, գլուխդ մեծ, չգիտեմ, քիթդ մեծ, տարբեր ձևերով, չգտա։ Բայց փոխարենը մեր երեխաները սովորեցին այդ երգը, որտեղ նկարագրում են, թե ինչ է տեղի ունենում այդ հայելիների սենյակում, եւ հիմա տեսնենք, թե ինչ է տեղի ունենում։ I
երկրի, դրա անսահմանության, գուցե դրա սահմաններից դուրս ինչ որ կյանքի մասին է, թեպետ Սուրբ Գիրքը մեզ այդ մասին ոչինչ չի հայտնում, բայց երևակայորեն պատկերացնելով, որովհետև միշտ մարդուն թվացել է, թե երկիր մոլորակից դուրս ուրիշ կյանք էլ կա։ Եվ անշուշտ սրան հակադիր պետք է ծանոթանանք մեր աշխարհին, բայց այս մեր աշխարհը մեծերի մասին չէ, սա փոքրերի աշխարհի մասին է։ Տալիս են մեզ արծվային թևեր, մեր երկինքը հայրենիքը։ Առանց հայրենիքի մասին երգերի այս հեռավոր ամերիկյան ափերում մեր երեխաները դժվար թե պատկերացում կազմեն, թե ինչ է հայրենիքը։ Անշուշտ հայրենիքը առաջին հերթին այն վայրն է, որտեղ ծնվել ես, բայց մենք իբրև հայ մեր հայրենիք ենք ճանաչում Հայաստանը։ Փորձելով նաև երգերի միջոցով երեխաներին ծանոթացնել մեր հայրենիքին, հայկական մշակույթին, գուցե նաև ինչպես որ ծնողներն են շատ հաճախ ինձ մոտենում եւ խնդրում հորդորում, որ մի օր Հայաստան գնանք համերգի, առաջ Աստված գուցե այդ օրն էլ գա,
Եվ առիթ ստեղծենք, որպեսզի մեր աշակերտները իմոտո ծանոթ լինեն հայրենիքին, բայց մինչ այդ երգերի միջոցով։ Մեր այս երեկոյի եզրափակիչ երգը Ազատ Հայաստան։ Amen.
Շնորհակալություն։ Մեր համերգն այս տարվա համար ավարտվեց։ Ինչու եմ ասում այս տարվա համար, որովհետև սա մեր ուսումնական 2025-26 տարվա ամփոփիչ ելույթն էր եւ մեր դասերը շարունակվելու են սեպտեմբեր ամսից։ Այս պահին պիտի սիրով հրավիրեմ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ տեր Խաժակ Քահանա Շահբազյանին իր օրհնության խոսքը մեզ բաշխելու։ Շնորհակալություն Արտուր Սարգսյան, ես կարծում եմ այս մեր փոքրիկ մեղեդիները շատ ավելի բարձր ծավալի են արժանի։ Երեխեք ջան, լավ եք։ Այո, մենք ձեզանից ավելի լավ ենք, գիտեք ինչու, որովհետև վայելեցիք այն գեղեցիկ երգերը, որ դուք ներկայացրեցիք։ Հիմա այդպես մեր հոգիները լցված, այսպես ավելի ուրախ, ինչպես Արտուր Սարգսյանն ասեց, երբ որ պարզ արևոտ երկինք է լինում, մարդու տրամադրությունը բարձր է լինում, այդպես պիտի շարունակենք այս երեկոն։ Ես օգնելով օրհնում եմ ձեզ եւ աղոթող դառնում, որ Աստված ձեր շնորհները առատացնի։ Անշուշտ մեր գնահատանքը մեր շատ սիրելի Արտուր Սարգսյան Վարդանյանին, որ ծնվելուց է, ես գիտեմ եւ հասկանում եմ, որքան էլ որ մենք ապրում ենք մայր հայրենիքից հեռու, փորձում ենք հնարավորին չափով մեր սերմերը այսպես փոքրիկ նետել մեր փոքրիկների կյանքի մեջ եւ դրա մեծ վարպետը, խնամողը, մշակողը ոչ միայն մեր ուսուցիչներն են, այլ նաեւ դուք սիրելի ծնողներ, տատիկներ ու պապիկներ։ Ես հատկապես որպես հոգևոր հովիվ այս մեղեդաճարի իմ խորի շնորհակալությունը եւ երախտիկի խոսքն եմ ուզում ուղղել ձեզ, որ հավատում եք առաքելությանը, հավատում եք պայծառ ու գեղեցիկ ապագային, հավատում եք, որ մենք երբեք նկարանալու միտք պիտի չունենանք, չպիտի զարգացնենք այդ ամենը մեր մեջ, որովհետև մենք պիտի փոխանցենք այն, ինչ որ ստացել ենք ժառանգություն մեր սիրելի նախնիներից։ Դա հավատքն է, դա մեր լեզուն է, դա մեր մշակույթն է, դա այս պայծառ ու գեղեցիկ դեմքերն են, որ ինչքան էլ որ հեռու լինեն մայր հայրենիքից, դրանց մեջ սերմանվող հայրենիքի սերը, նվիրումը, հարգանքը միշտ պիտի բարձր պահենք։ Ես աղոթով եմ, որ Աստված նաև դա Աստված, որ իրոք Արտուր Սարգսյան մի օր ձեռքի բռնած, մենք էլ գնանք այնտեղ մայր հայրենիք համերգներով մասնակցելու եւ ինչու՞ չէ նաև մեր սիրելի քույրերին ու եղբայրներին ցույց տալու, որ այո, Ամերիկայի Միացյալ Նահանգները, բայց իմացեք, որ այնտեղ էլ հայ ոգին, հայ շունչը, հայ մշակույթը միշտ վառ պահող անձնվեր մարդիկ կան, ովքեր որ հավատում են մշակույթի եւ հավատքի առաքելությանը։ Այս ուրախ առիթով Աշուտ Սրբազան հայրը մեզ հետ չէ, բայց իր օրհնության եւ գնահատակի խոսքն է եղել հատկապես բարեշնորհ Արտուր Սարգսյանին։ Հայրական սիրով եւ օրհնության մեր գնահատակն ու շնորհավորությունները ենք փոխանցում Սրբոց Սևոնդյանց մայրտաճարի փոքրիկ մեղեդիներ մանկական երջախմբին եւ դրա նվիրյալ ղեկավար բարեշնորհ Արտուր Սարգսյան Վարդանյանին։ Այս բացառիկ նախաձեռնությունը սովորական երաժշտական ձեռնարկ չէ, այլ հոգևոր, ազգային եւ մշակութային առաքելություն, որի ճամփով մեր զավակները սովորում են ապրել եւ մեծանալ հայ հոգևոր եւ ազգագրական երկերի շրջանում։ Հայ երկը մանավանդ մեր եկեղեցական եւ հայրենասիրական երաժշտությունը դարեր շարունակ եղած է մեր ժողովրդի հոգևոր զորության, ազգային ինքնության եւ ավակի պահպանման սրբազան միջոցները։ Խորսիրով եւ հայրական օրհնությամբ ողջունում ենք նաեւ երջախմբի մեր սիրելի փոքրիկներին, որոնք իրենց հրեշտակային ձայներով ու անկեղծ հոգիներով հոգևոր ուրախություն փոխանցեցին մեր եկեղեցական ու համայնքային կյանքին։ Նրանք մեր ապագայի հույսն ու հպարտությունն են եւ իրենց մասնակցությամբ արդեն իսկ կենթանի կերպով շարունակում են մեր հոգևոր ազգային ժառանգությունը։ Թող ամենակալ Աստված պահի ու զորացնի նրանց առաջնորդի դեպի լուսավոր հավատքով եւ սիրով լեցուն ապագա։ Հատուկ գոհունակությամբ կանդրադառնանք սիրելի ծնողներին, որոնք իրենց նվիրումով եւ հոգատարությամբ իրենց զավակներին
Կայթայթեն հայորեն ապրելու, հայ մշակույթով սնանելու և մեր հոգևոր ու ազգային արժեքները սրտանց ապրելու ու պահպանելու գեղեցիկ հնարավորությունը։ Նրանց մասնակցությունը և զողությունը մեծ ներդրում է մեր նոր սերնդի հայեցի ու քրիստոնեության դաստիարակության գործի մեջ։ Մեր առանձնահատուկ գնահատանքն ու օրհնությունը կհայտնենք բարեշնորհ Արթուր Սարգսակ Վարդանյանին, որ նախանձախնդիր ծառայությամբ և նվիրումով առաջնորդում է այս մանկական երգչախումբը սերունդների հոգիների մեջ սերմանելով սեր հանդեպ հայ հոգևոր երաժշտությունը, ազգային երգն ու մշակույթը։ Մաղթում ենք, որ փոքրիկ մեղեդիներ երգչախումբը շարունակի իր օրհնյալ առաքելությունը նոր սերունդների սրտերի մեջ կենտանի պահելով մեր մշակույթը, հայ հոգևոր երաժշտության հարուստ գանձարանը և ազգային ինքնությունը։ Թող հայ երգը և նրա ճամփով հայրենասիրության ոգին մշտապես բուրեն մեր ընտանիքներից ներս և առաջնորդեն մեր զավակները դեպի հավատքով, սիրով և ազգային գիտակցությամբ լեցուն ապագա։ Թող ամենակալ Աստված օրհնի և բազմապատկի ձեր նվիրական ծառայությունը, ի պայծառություն մայր Սուրբ եկեղեցվո և իշխինություն ազգիս հայոց օրհնությամբ Օվնա arczepiskopos Տերտերյան, առաջնորդ Ամերիկայի արևմտյան թեմի։ Սրբազանով այս օրհնության ուրախ խոսքերով սիրելիներ, ես մեզ բոլորիս մաղթում եմ, որ Աստված իրոք առաջնորդող դառնա, ավելի մեր մեջ զարգացնի, պայծառացնի սերը դեպի մեր հայրենիքը, մեր առաքելական Սուրբ եկեղեցին և ամենակարևորը, ամեն առավոտ, երբ մենք մեր աչքերն ենք բացում, ուղղակի տեսնենք մեր այս մանուկների աչքերով աշխարհը։ Խաղաղ, գեղեցիկ, պարզ, որովհետև դա է, որ մեզ պիտի առաջնորդի փայլուն, խաղաղ ու գեղեցիկ ապագայի մայր հայրենիքում, մեր եկեղեցական և ազգային կյանքում։ Աստծո օրհնությունը ձեզ և ամենալավ բարի։